Բարի լույս բոլորին, հուսամ լավ եք եւ աշխատանքային լավ շաբաթ եմ ձեզ մաղթում։ Ուզում եմ անդրադառնալ 3 եկեղեցում տեղի ունեցածին։ Գործընկերներս բավականաչափ խոսել են սրա մասին, դատապարտել այս երևույթը եւ ոչ միայն գործընկերներս, բայց այսօր աշխատանքի գալիս հետևում էի, այսպես ասած, օլիգարխիայի խոսափողների արձագանքին այս միջադեպին։ Եվ ինչ եմ արձանագրում, ուրեմն մետադիչկայով գրում է հետևյալը. դե վարչապետ Փաշինյանը չգիտեր, որ շատ մարդիկ կան հավաքված եւ հնարավոր են սադրանքներ։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ կտրիչ Ներսիսյանը եկեղեցին վերածել է քաղաքականության մեջ մերժվածների աղանդի, որոնք ուրեմն տոն օրերին կամ պատարակներին հավաքվում են եկեղեցիներում եւ ուրեմն թույլ չեն տալիս կամ փորձում են թույլ չտալ իրենց կողմից ոչ հաճո մարդկանց մուտքը եկեղեցի կամ փորձում են սադրել։ Սա ոչ այլ ինչ է, քան աղանդի վերածված մի խմբակ կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ, որ իրանք են որոշում այդ եկեղեցի ով պետքա մտնի, ով չպետքա մտնի, իրենց հաճելի մարդիկ այնտեղ պետք է լինեն, թե չէ։ Ես կարծում եմ, որ այս կրոնը երբ որ ստեղծվել է ի սկզբանե չի ունեցել նման սկզբունքներ, նման կանոններ եւ նման մտադրություններ եւ հետեւաբար սա աղանդ է, որը պետք է մերժվի կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ եւ կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Այսքանը ձեզ լավ օր եւ լավ շաբաթ։